Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց եւ հրապարակային խոսեց մի խնդրի մասին, որը տարիներ շարունակ շրջանցվում եւ լղոզվում էր։ Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարման ներքո մնալը բերում է մեր ռազմավարական դիրքերի եւ մրցակցային առավելության կորստին։ Փաշինյանի պատկերացումն այն է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երրորդ երկիր պետք է Ռուսաստանից ձեռք բերի, գնի երկաթուղիների կառավարման իրավունքը։ Այս հայտարարությունը հնչեց այն պահին, երբ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը խոսում էր Հայաստանի երկաթուղու առանձին հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մասին։ Բայց իրականությունը շատ ավելի տխուր ու ծանր է։ Ռուսական երկաթուղիները 2022 թվականից կորցրել են բեռնափոխադրումների շուրջ 14%, կուտակել են շուրջ 4 տրիլիոն ռուբլու, մոտ 50 միլիարդ դոլարի պարտք։ Ռուսաստանը նույնիսկ հարկադրված է արտահերթ բարձրացնել երկաթուղային սակագները համակարգը ուղղակի կործանումից փրկելու համար։ Այսինքն այն կառույցը, որը պետք է զարգացնի Հայաստանի երկաթուղին, ինքն է ֆինանսական ճգնաժամի մեջ։ Այս պայմաններում բարեկամ երկրի գաղափարը պարզապես դիվանագիտական ձևակերպում է։ Տնտեսական տրամաբանությունը շատ ավելի պարզ է։ Երկաթուղին պետք է կառավարի այն ուժը, այն երկիրը, որը շահագրգռված է Հայաստանի տարանցիկ միջանցքի իրական գործարկմամբ, եւ դա հաստատ Ռուսաստանը չէ։ Այսօր այդ առանցքային նախագիծը խաղաղության խաչմերուկի հաղորդակցական այդ ողնաշարը կապված է ամերիկյան մասնակցությամբ TRIP նախաձեռնության հետ։ Եթե այդ հիմնական հատվածում ներգրաված է Միացյալ Նահանգները, ապա բնական է, որ նույն շահագրգռությունը պետք է տարածվի ամբողջ շղթայի, ամբողջ ցանցի վրա։ Ով է շահագրգիռ, որ բեռները գնան Հայաստանի տարածքով, ոչ թե շրջանցեն մեզ Թուրքիայի կամ այլ երթուղիներով։ Այսօր միակ ուժը, որն ունի եւ տնտեսական, եւ անվտանգային, եւ ներդրումային կարողություն այդ շահագրգռությունը երաշխավորելու, Միացյալ Նահանգներն է։ Հայաստանի երկաթուղին մեր տնտեսության արյունատար համակարգն է։ Եթե դրա կառավարումը մնում է մեկուսացման ու պատժամիջոցների տակ գտնվող համակարգի Ռուսաստանի ձեռքում, մենք կորցնում ենք մեր տարանցիկ ապագան եւ դուրս ենք մնում ռեգիոնալ բեռնահոսքերից։ Իսկ եթե այն անցնում է գործընկերության դաշտ, որը կառուցում է տարածաշրջանային կապակցվածությունը, Հայաստանը կարող է վերադառնալ որպես հանգույց, ոչ թե շրջանցվող տարածք։ Հետևաբար Հայաստանը պետք է վերականգնի երկաթուղու կառավարման իրավունքը սեփական, ինքնիշխան ճանապարհով եւ այն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցի Միացյալ Նահանգներին որպես վստահելի ներդրումային եւ անվտանգային երաշխիք ապահովող գործընկեր կամ Միացյալ Նահանգների հետ հավասար համամասնությամբ պետք է ստանձնի երկաթուղու կառավարումը, ապահովելով եւ արդյունավետություն եւ ինքնիշխան վերահսկողություն։